Մեծարգո փոխոսնակներ, հարգելի գործընկերներ եւ մեզ հետևող սիրելի քաղաքացիներ, 4-րդ օրն է նոր գումարումը ձևավորում է խորհրդարանը եւ այժմ քննարկում ենք պարոն Վարդևանյանի որպես ընդդիմության փոխոսնակի թեկնածուի հարցը։ Պարոն Վարդևանյան ահագին մեծ առաջընթաց կա առհասարակ ընդդիմության մոտ իմ համեստ պնդմամբ, որովհետև ես չէի կարող չնկատել, որ դուք ձեր խոսքի սկզբից մինչև ելույթի վերջ արդարացնում էիք ինքներդ ձեզ, թե ինչու ձեր կողմից հռչակված թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Հայաստան ուղարկված գործակալական իշխանությանը մոտ ուզում եք փոխոսնակ լինել, իհարկե զգացվում էր, որ ամեն ձև փորձում էիք արդարացնել, ես մեզ էի վիրավորում, դուք արդարացնում էիք ինչու այսպես կոչված թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ձևավորված Հայաստանում ներդրված իշխանության մոտ ուզում եք աշխատել փոխոսնակ։ Շատ մեծ ջանք էիք ներդնում, բայց ես ուզում եմ, որպեսզի դուք նկատեք, որ դա նշան է մի բանի մասին, որ ի վերջո ընդդիմությունը նկատում է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է եւ իշխանություն ձևավորող միակ սուբյեկտն է։ Սա մեծ առաջընթաց է, որտեղ երբ որ ես հիշում եմ 21 թվականը, երբ որ դուք այնտեղ էիք, եւ փորձում էիք ստիպել գործող խմբակցությանը մեծամասնությանը մեզ ընտրել Վազգեն Մանուկյանին, դուք այդ ժամանակ ընդհանրապես չէիք նկատում, որ կա ժողովուրդ։ Հիմա դուք նկատում եք կա ժողովուրդ, որը ձեզ դուք խոստացել եք մեծամասնություն ձևավորել չեք կարողացել եւ հիմա արդարանում եք։ Սա շատ լավ, շատ մեծ առաջընթաց է իմ գնահատմամբ։ Դուք այլևս չէիք խոսում Հայաստանի առաջ ծառացած գոութենական խնդիրների մասին։ Դուք օրինակ խոսում եք, որ նիստերի դահլիճում պետք է թույլ տանք մենք մեր քվեարկությամբ քննարկել նախագծեր։ Սա հսկայական տարբերություն է, ուր գոութենական սպառնալիքները, ուր մշտական հանձնաժողովի եւ լիագումար նիստերի դահլիճում քննարկումների տարբերության մասին։ Օրինակ, որպես բերում էիք Հակա Սաֆարովյան օրենք, եւ ես ապշած էի։ Դուք չեք հետևում Նարեկ Կարապետյանի ռիլերին, որովհետեւ Նարեկ Կարապետյանը ինձ համար մի անծանոթ տղայի հետ ունի ռիլ, որտեղ ասում է, որ 300,000 այսպես կոչված ադրբեջանցիների վերադարձի հարցը դուք արդեն լուծել եք։ Իրականում Նարեկ Կարապետյանը, պարոն Կարապետյան, ռիլը կա, նոր ստուգեցի, չեք ջնջել։ Ես իրական փորձում եմ իրան գտնել, բարև ձեզ, ճիշտ է, դուք եք այդ ռիլում, դուք ասում եք, մի քիչ ռիլում ուրիշ տեսք ունեիք, դրա համար դժվարություն ունեք դա գտնել, ասում եք, որ այդ խնդիրը լուծված է, ինչպես են լուծել մեր սիրելի ընդդիմադիրները այս խնդիրը, ընտրությունների արդյունքով, ասում են ՔՊ-ն 2/3 չի ստացել, նոր բանը կապա հայտնվել, որի մասին ես միջից պահը տեղյակ չի, քանի որ իշխանությունը 2/3 չունի, պարզում այս հարցն էլ ինչ որ մի ձև սահմանադրության նոր նախագծով, երևի Տիկին Գալյանն էլ չգիտի այդ հարցը պիտի լուծեր, Տիկին Գալյան, եթե հետևում եք մեր նիստերին, իմացեք, այս խնդիրը լուծել են, պարոն Կարապետյան լուծել է, Հակա Սաֆարովյան օրենքի հարցն էլ փակվել է։ Բայց մի փոքր, եթե վերադառնամ բուն քննարկմանը, որովհետև Տիկին Վարդանյանը իհարկե բացեց իմ սիրելի հարցը, նաև պարոն Աղվան Վարդանյանը, ես վերադառնամ արտաքին քաղաքականությանը, որովհետև պարոն Վարդևանյանի հետ ամեն ինչ պարզ է։ Սպառնալիքների մասին։ Տիկին Վարդանյան, հարցնում եք մեր անկախությունը, մեր ինքնիշխանությունը մենք ոնց ենք չափում։ Վարչապետ այս հարցի պատասխան մի քանի անգամ տվել է։ Քչերից կախվածությունը փոխարինել կախվածություն շատերից։ Եվ իրականում այս բանաձևը բացահայտում է նաև այն արտաքին քաղաքականության սխալները, որոնք մեր գնահատմամբ տեղ են ունեցել։ Ասում է պարոն Վարդանյանը, որ կոմպլեմենտար քաղաքականություն են վարել այդ ժամանակվա իշխանության ներկայացուցիչները, ես նման կոմպլեմենտար քաղաքականություն չեմ ուզում իմ վատագույն երազում, որովհետև իրականում Եվրոմիության հետ դուք բանակցում եք այսպես գաղափարական հարցեր, հողի վրա, դուք ասում եք soft power-ը մոռանանք, էական է հողի վրա համագործակցությունը, օրինակ որպես հայ-իրանական հարաբերություններ օրինակ գազի հարցն եք բերում, բայց միևնույն ժամանակ ուզում եմ մեր քաղաքացիներին հիշեցնել, որ գազամուղը նույնպես ռուսական է։ Այսինքն հայ-իրանական գազը, որը պետք է այդ օրերում հայտարարվում էր, որ ծառայեր որպես այլընտրանքային աղբյուր, նույնպես ռուսական է։
Օրինակ ես նման կոմպլեմենտար քաղաքականություն վատագույն երազում պատկերացնել չեմ ուզում։ Ասում էիք վարում ենք Ռուսաստանից անկախ արտաքին քաղաքականություն, ուզում եմ հիշեցնել չարչված պարտք գույքի դիմաց գործարքը։ Նույնպես նման կոմպլեմենտար քաղաքականություն ես պատկերացնել չեմ ուզում։ Ինչ է մեզ համար սպառնալիքը։ Արդյոք արտահանման նման ծավալը անվտանգային մարտահրավերը։ Իմ համար միանշանակ այո։ Ես կարծում եմ, որ մենք արտահանման դիվերսիֆիկացիան պետք է դարձնենք մեր անվտանգության կարևոր գրավականներից մեկը։ Եվ իդեպ շատերին թվում է, որ այս քարոզարշավի ընթացքում ենք մենք սկսել այդ հարցին անդրադառնալ։ Ուզում եմ հիշեցնել, որ գրեթե 1 միլիարդ եվրո ուղղվել է հենց դիվերսիֆիկացման, արտահանման դիվերսիֆիկացման օրակարգին։ Օրինակ շատերն ասում են, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենի կողմից Երևանում հայտարարված ATM-ը նորություն է։ Բայց ուզում եմ հիշեցնել, որ դրա շուրջ բանակցությունները տևական ժամանակի ընթանում են։ Օրինակ շատերը կարծում են, որ գյուղատնտեսական ապրանքների արտահանումը դեպի Եվրոմիության շուկա, այսպես առօրեական, այսօրեական, ինչպես կասեր նախկին փոխոսնակներից մեկը հարց է, բայց իրականում Ժորժ ջան, սա մեծ պատմական իրադարձություն է, որովհետև ուզում եմ հիշեցնել, որ Եվրոմիության տարածքում գյուղատնտեսական ապրանքները պաշտպանված են, եւ նույնիսկ Թուրքիան, որ մաքսային միության անդամ է ԵՄ-ի, գյուղատնտեսական ապրանքներ հեշտությամբ առհասարակ ԵՄ արտահանել չի կարող։ Մենք կարծում ենք, որ մենք պետք է դիվերսիֆիկացիան միայն արտահանման չպայմանավորվենք մեզանից արևմուտք կանգնած պետությունների հետ։ Դա է պատճառը, որ օրինակ առաջին անգամ դեպի Սինգապուր գյուղատնտեսական ապրանքներ ենք արտահանել։ Այո, կախվածությունը ցանկացած մեկ կենտրոնից անվտանգային մարտահրավեր է, եւ ես վստահ եմ, որ դուք դա ինձանից լավ գիտակցում եք, հաշվի առնելով ձեր անցյալը։ Ես չեմ հասկանում ինչի անդիմությունը կոմպլեքսավորում ասել 29743։ Ինչ խնդիրը տեղ կա։ Այո, Հայաստանի Հանրապետություն ճանաչում է իր տարածքային ամբողջականությունը։ Ես ու դա նորություն չի, մենք առաջին չենք որ դա արել ենք։ Օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ որ ստորագրել է Ալմատի հռչակագիր, հենց դրա մասին է խոսել։ Եվ իդեպ շատ մի հատ հետաքրքիր տեսանյութ կա, որ Տիկին Կարապետյանի էջում կա Լևոն Տեր-Պետրոսյանի խոսույթը Ալմատից վերադառնալիս եւ ինչպես է նա Լեռնային Ղարաբաղի հարցի մասին այդ կոնտեքստում խոսում։ Ալմատի հռչակագիրը, եթե չեմ սխալվում, չի վերացրել ոչ Ռոբերտ Քոչարյանի ի ուրախություն ինձ, ոչ Սերժ Սարգսյանի ի ուրախություն ինձ։ Եվ իրական բացի ընդդիմությունից կա մի սուբյեկտ, որ չի ճանաչում, ըստ իս չի ճանաչում 20743-ը, դա Ռուսաստան Դաշնությունն է։ Իդեմս հապկի դեպ, որովհետև երբ որ մեր սուվերեն տարածքների նկատմամբ տեղի ունեցավ առաջին հարձակումը եւ մենք դիմեցինք հապկին, հապկը արձագանքեց հետեւյալ ձևով. մենք չգիտենք ձեր սահմաններ որտեղով են անցնում։ Ինչ որ լողացող սահման ուներ հապկը պարզվեց։ Հետո երբ որ հապկը նկատեց, որ քարտեզների հարցը կարծես թե լուծվում է, հայտարարեց, որ իրականում այս քարտեզները պահպանվում են իրենց շտաբում։ Եվ որ մենք մի քանի անգամ ասում ենք, դե եթե շտաբում կա քարտեզ, ուրեմն կա սահման, ուրեմն դուք ճանաչում եք, Հայաստան Դաշինքը Մարիա Զախարովային հերթ չտալով ասում էր, կամ հապկին սխալ եք դիմել, կամ սահմանը լողացող է։ Եվ դրանից հետո, երբ որ ի հայտ եկավ Դաշնակցության 0.004 առանց ամբողջի հանձնարարականը, մի ամբողջ հանձնարարականի հայտ եկավ, պարզվեց, որ սա պատահական շրջաբերական, այո, դա պարզվեց պատահական համընկնում չէր։ Եվ դրա համար, երբ որ մենք ասում ենք, որ մեր ընդդիմությունը, ես ասում եմ ռուսական է, բայց քանի որ քաղաքակիրթ պետք է լինենք, ասեմ ռուսամետ է, չնայած արդեն կարող եմ ասել ռուսական է, հաշվի առնելով, որ Սամվել Կարապետյանը կրում է նաև ռուսական անձնագիր եւ ի վերջո այդտեղ վիրավորական որևէ բան չպետք է լինի, սա միայն այդ անձնագրի բերումով չէ, սա նարատիվների բերումով է։ Դուք չեք կարող անընդհատ կրկնել այն, ինչ որ ասում է Ռուսաստանի Դաշնությունը, բայց դուրս գալ մարդամեջ եւ դիստանցավորվել Ռուսաստանի Դաշնությունից։ Իմ համար բանաձևը մնում է նույնը։ Ես կարծում եմ, որ որն է լինի այդ կենտրոնը, այդ կենտրոնից մի կենտրոնից կախվածությունը, այո, մարտահրավեր է մեր ինքնիշխանության համար։ Մենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ առաջարկում ենք քչերից կախվածությունը փոխարինել կախվածություն շատերից։ Ժամանակը ցույց է տվել, որ այս բանաձևը աշխատող բանաձև է։ Առաջարկում եմ միասին ներդնել բոլոր հնարավոր ջանքերը Հայաստանը դարձնելու այն երկիրը, որտեղ ուզում ենք մեծացնել մեր զավակներին։
Իսկ խոսույթի մասով, պարոն Ղազինյան, այսօր դուք ինձ միջանցքում եք այս մասին հարցրիք, ես ունեմ 2 աղջիկ։ Եվ ես ուզում եմ, որ իմ աղջիկները մեծանան մի հասարակությունում, որտեղ իրենց սեռով պայմանավորված որևէ արհեստական մարտահրավերների առաջ չեն կանգնացնելու։